Մոնիտորինգի արդյունքում, երբ որ վերլուծություն է կատարվում, հիվանդների մեծ մասը դրանք 50 եւ բարձր տարիքի անձինք են, այսինքն երիտասարդների մոտ ավելի ցածր տոկոս է կազմում, որը կարող խոսի նրա մասին, որ երիտասարդները հետազոտված չեն կամ թերի հետազոտված են, այսինքն սկրինինգային հետազոտման նպատակը, նաև նման հաղորդաշարերի նպատակը պրոպագանդել, որ պրոֆիլակտիկ հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը, որին գոնե տարին մեկ անգամ գալ նշեցի 4 հիվանդություն, հեպատիտ B, C, սիֆիլիս, միավարակ, անցնել հետազոտություն, որտեղ նշված 4 հիվանդություններից մի մասը բուժվող են, մի մասը դեղորայքի միջոցով վերահսկելու հիվանդություններ են։ Բացի դա ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է բուժվում նախնական էտապում, քան երբ որ ունենք ծանր հետևանքներ։ Երեխաների մոտ եւս հայտնաբերվում է հեպատիտ C։ Երեխաների մոտ այո։ Դա ինչով է պայմանավորված։ Մորից երեխային կամ որևէ այլ բժշկական միջամտությունի արդյունքում։ Խոսենք նաև բուժումից, հիմնականում դեղորայքային բուժում է նշանակվում եւ որքան ժամանակ է պահանջվում բուժման համար։ Ուրեմն բուժումը, ինչպես նշեցի, տևում է ըստ ծանրության աստիճանի 12-ից 24 շաբաթ։ Դեղորայքը աշխարհում լավագույն դեղորայքներից մեկն է կոմբինացված սոֆոսբուվիր վելպատասվիր 12-ից 24 շաբաթ։ Եթե լյարդի ախտահարման ծանր հետևանքներ չունենք, 12 շաբաթ է տևում, եթե ունենք ծանր ախտահարում 24 շաբաթ։ Ամիսը մեկ անգամ պացիենտը մոտենում է, մեկ տուփ դեղը 28 հաբ է պարունակում, տուփը ստանում է, բացի բուժումը տրամադրելուց մեր կենտրոնը նույնպես անվճար հիմունքներով տվյալ հիվանդների հսկողություն է իրականացնում, հա, պարբերաբար բժշկի կոնսուլտացիա, ըստ անհրաժեշտության նաև լաբորատոր հետազոտությունների կրկնություններ, բուժման դինամիկան հսկելու նպատակով։ Բուժման ավարտից հետո 12 եւ 24 շաբաթ հետո նորից PCR մեթոդով հետազոտվում են, որպեսզի բարձվի վիրուսի բուժման արդյունքը, այսինքն վերացել է վիրուսը, մարդը առողջացել է, թե վիրուսը դեռ պահպանվում է։ Ու 97-98% դեպքերում մենք ունենում ենք ամբողջական առողջացում։